Միացյալ Նահանգների նախագահը հերքել է, թե Վաշինգտոնը բանակցում է Թեհրանի հետ, որպեսզի այն վերադառնա բանակցությունների սեղանին։ Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել է, որ ԱՄՆ-ն ոչինչ չի առաջարկում Իրանին, ապա վերահաստատել է պնդումը, որ ԱՄՆ-ն լիովին ոչնչացրել է Իրանի միջուկային օբյեկտները։ Մինչ այդ Իրանի փոխարգործնախարարը BBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թրամփի վարչակազմը միջնորդների միջոցով փորձում է Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։ Մաջիդ Թախտ Ռավանչին նշել է, որ ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանի դեմ հետագա ցանկացած հարձակում, եթե ցանկանում է վերսկսել բանակցությունները, սակայն Վաշինգտոնը ըստ նրա չի հստակեցրել։ Երաշխավորում է, որ հարձակումներ չեն լինի բանակցությունների ընթացքում, թե ոչ։ Մենք չենք համաձայնել հանդիպման ամսաթվի ձևաչափի շուրջ։ Հիմա ձգտում ենք ստանալ հարցի պատասխանը, արդյոք ականատես կլինենք ագրեսիայի կրկնության, ինչ երկխոսում ենք։ Իրանցի պաշտոնյան նաև ասել է, որ հնարավոր բանակցությունների ժամանակ Թեհրանը կպնդի, որ պետք է Ուրանը խաղաղ նպատակներով հարստացնելու հնարավորություն ունենա։ Մինչ Թրամփը վերահաստատում է, որ ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը, ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չնայած Ֆորդոյի, Նաթանզի եւ Սպահանի օբյեկտներին հասցված հարվածները հետ են գցել Իրանի միջուկային ծրագիրը, սակայն հնարավոր չէ պնդել, թե ամեն ինչ ոչնչացվել է։ Բացի դրանից, ըստ Ռաֆայել Գրոսիի, Իրանն ունի Ուրանի հարստացման համար անհրաժեշտ գիտելիքներն ու տեխնոլոգիաները, եւ իր միջուկային ծրագիրը կարող է վերսկսել մի քանի ամսում։ Կա նաև ինքնին ակնհայտ ճշմարտություն, որ Իրանն ունի այդ գիտելիքները, արդյունաբերական հզորությունները։ Իրանն ունի բարձր մակարդակի տեխնոլոգիական զարգացվածություն միջուկային ոլորտում։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ չի կարելի Իրանից ակնկալել, որ պահպանի ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ սովորական համագործակցությունը եւ ապահովի գործակալության տեսուչների անվտանգությունը։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան այս հայտարարությունը համարել են սպառնալիք եւ դատապարտել են այն, կոչ անելով Իրանին ապահովել գործակալության աշխատակիցների անվտանգությունը։ Այս ֆոնին բացառիկ կադրեր են հրապարակվել Թեհրանի Էվին բանտից, որին Իսրայելը հարվածել էր հունիսի 23-ին։ Նոր կադրերը վկայում են լայնածավալ ավերածությունների մասին։ Իրանը հաղորդում է, որ առնվազն 71 մարդ է սպանվել այդ հարձակման հետևանքով։ Իսրայելի հարձակման առաջին օրերին իրանական մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, որ սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին, սակայն ավելի ուշ նույն լրատվականները հերքեցին լուրը, հաստատելով, որ նա ողջ է, թեև լուրջ վիրավորվել է։ Շամխանին, որն այժմ քայլում է ձեռնափայտով, առաջին հարցազրույցն է տվել, որում պատմել է, որ 3 ժամ փակված է մնացել փլատակների տակ, նաև հայտարարել, որ պատրաստ է իրեն զոհաբերել հանուն Իրանի։ Մինչ Իրանը փորձում է ուշքի գալ 12-օրյա պատերազմի հետևանքներից, Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ այս պատերազմում տարած հաղթանակը նոր հնարավորություններ է ստեղծել Իսրայելի համար, նաև Գազայից իսրայելցի պատանդներին վերադարձնելու առումով։ Իհարկե, մենք պետք է լուծենք նաև Գազայի հարցը, հաղթենք Համասին, բայց հավատում եմ, որ կիրականացնենք երկու առաքելություններն էլ։ Դրանից զատ բացվում են լայն տարածաշրջանային հնարավորություններ։ Թել Ավիվում շաբաթ օրը բազմամարդ ցույց է անցկացվել, մասնակիցները պահանջել են անհապաղ ազատ արձակել Գազայում պահվող պատանդներին։